Ողջույն բարեկամներ, ձեզ հետ My Culinary Versions խոհարարական ալիքն է եւ այսօր մենք պատրաստելու ենք հայկական մարինացված կարմիր պղպեղ համով, հոտով, ինչպես գիտեք։ Նրանք, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին եւ հավանել, իսկ ովքեր բաժանորդագրվել են արդեն, հավանել մեր էջը, իսկ ես անցնեմ ներկայացմանը բաղադրատոմսերի, ուրեմն 1 կիլոգրամ պղպեղ, կարմիր, սխտոր, սև հատիկավոր պղպեղ, մաղադանոց կամ նեխուր, դափնու տերև, 1 բաժակ ջուր, կարևոր չէ տաք թե սառը, 1 բաժակ ձեթ, 60 մլ քացախ, 1 ճաշի գթակ շաքարավազ, 50 գրամ աղ։ Հիմա պատրաստման եղանակը։ Նախորոք արդեն բիբարները լվացել եմ, սերմերը հեռացրել, մաղադանոսը կտրատել, բոլոր բաղադրիչները պատրաստ են։ Պղպեղները կարելի է դնել ամբողջական, եթե մեծ են կարող եք կիսել, իսկ եթե մսալի խոշոր պղպեղներ են կարող եք բաժանել 4 մասի, ես կիսել եմ։ Հիմա ինչ ենք անելու։ Կաթսայի հատակին կամ թավայի մեջ, ինչի մեջ որ պատրաստելու եք, լցնում ենք ջուրը եւ դնում ենք կրակին, որպեսզի եռա։ Եռալուց հետո ավելացնում ենք բոլոր բաղադրիչները, որոնք են բաղադրիչները, հատիկավոր պղպեղ, դափնու տերև, սխտորի բջեղներ, աղ, շաքարավազ, ձեթ, քացախ, վերջում շարում ենք պղպեղները եւ եփում ենք 5-ից 7 րոպե կախված բիբարի մեծությունից։ Եփելու ընթացքում պետք է շրջել, որպեսզի բոլոր կողմերից եփվի։ Առաջին շերտ եփելուց հետո հանում ենք բիբարները եւ դասավորում ենք երկրորդ շերտը, ավելացնելով եւս մի քանի պճեղ սխտոր։ Եփելուց հետո հանում ենք մարինացված բիբարները, դասավորում տարայի մեջ, վրանց հանում ենք առատ մաղադանոց, կրկին բիբարները, կրկին մաղադանոց, մինչեւ բիբարները վերջանան։ Վերջում վրան ավելացնում ենք եփելուց մնացած հեղուկը սխտորով եւ հատիկավոր պղպեղով, բացի դափնու տերևից, որովհետեւ դափնու տերևը իր համն ու հոտը արդեն արձակել է։ Ծածկում ենք կափարիչով եւ տեղափոխում սառնարան կամ սառցարան, որ դեպքում սառնարան եւ որ դեպքում սառցարան։ Եթե ընթացքում ուտելու համար է, պահում ենք սառնարանում 1 շաբաթ, ոչ ավել։ Երկար պահելու համար մոտ 3 ամիս պահում ենք սառցարանում ապահովության համար։ Ես երբեք չեմ պահածոյացնում, այդ տարբերակը ինձ համար ավելի նախընտրելի է։ Հիմա ես վերադառնամ նկարին, այստեղ դուք տեսնում եք թարմ սխտոր։ Սա երկրորդ տարբերակի համար, ուրեմն ջրի մեջ ես լցրել էի սխտոր, հատիկավոր պղպեղի, ձեթի, քացախի, մյուսների հետ միասին։ Այս տարբերակով բոլորը լցնում ենք, համեմունքները բացի սխտորից, սխտորը լցնում ենք մաղադանոսի հետ միասին։ Ես նախընտրում եմ առաջին տարբերակը, երբ սխտորը մյուս բաղադրիչների հետ լցնում ենք ջրի մեջ։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։